Օտար եզերքի մշուշների մեջ, հարազատ հողից, օրանից հեռու, չկան բարձրապերտ ու անհաս լեռներ, չկան անկյուններ, կարոտի սիրո։ Շոկ օտարության մորախուղ նեթած, հոգու արևա կարոտ անհարվում, և մթաշավից դեպի տուն կանչով հիշատակների ձայներ կարկաշում։ Տարին դու դարձյալ դեպի մանկությունը, դեպի հովիվներ, անձիր ու բայծար, ուր ձիերին էին յուվայի զգնջում և կարկաչում էին աղբյուրները վաղ։ Ինչ-որ աստղային կարոտի ձայնով անտառների մեջ հավքերն էին երգում, և հիշողության երկնքներում մով վեհ արծիվներն էին ճիչով սավառնում։ Ուրացյալ իջնի շքեղ երեկով, մթնշաղի հետ աստղեր կշողան, ալիքներն անկիր խեցիներ սիրով իրենց ափերի ավազին կտան, և աստղավորոր լուսնից կհրամած, ծովի կփարվեն շողերը կուր, հեղու եզերքի մշուշներից թած կարոտի զանգեր կրճեն պահուր։ Եթե ուզում ենք, որ խաղաղ ճախրի ջերմակալամին կապույտ երկնքում, մենք պիտի ապրենք, որ հողը ծաղկի, լույսը չմարի մեր օջախներում։ Հիշողությունը պետք է կարգաչի սարերից բխող աղբյուրի նման։ Ժամն է, որ փոխենք լացը ծիծաղի, երկիրն է լցվի ճիչերով մանքը։ Կանան կրկահամալիգի 11-րդ դասարանի աշակերտ Արմեն Մամյանի տաղանդը բարձր գնահատելով այն, որոշեց, որ պետք է հրատարակի հայրենիքի ձայն կրկում և խորհուրդ տա, որ ջերմորեն փայփայի իր տաղանդը։ Մարդ, որ գրականությունը տեսնում է ոչ միայն դասագրքում, այլ որպես կենդանի աշխարհ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, անվանի գրականագետ Աղգար Ջան, դուք լավ դպրոց ունեք, լավ տնօրեն, լավ ուսուցիչներ, աղոթում եմ Աստծուն, որ ձեր դպրոցից դուրս գան տաղանդավոր երիտասարդներ, ազգին պետքական, հայրենասեր մարդիկ։ Արմենին ինչպես ես գնահատեցի, ես գիտեմ ուժի գաղտնիքը, ու ձեզ էլ հիմա պիտի սովորեցնեմ ուժի գաղտնիքը։ Եթե դու մենակ մարդ ես, միշտ թույլ ես, եթե դու սկսում ես զրոյից, միշտ կպարտվես։ Ես ամեն մեկի մեջ փնտրում եմ իր ծնողին, ամեն աշակերտի մեջ իր ուսուցչին։ Եթե ձեր մեջ ձեր ուսուցիչը խոսեց, դուք կդառնաք տաղանդ։ Մենք իրար ստեղծերով ենք ապրում։ Ես Արմենի մեջ տեսա հայ գրականության ավանդույթը եւ անմիջապես հասկացա, որ ոչ թե իմ երիտասարդ ընկերը ինքնաստեղծում ինչ-որ բաներ, այլ ինչ-որ մի ավանդույթ կա իր թիկունքում, որի են ուժեղացնում է։ Եթե ուզում եք լավ գեներալ դառնալ, ուսումնասիրեք Զորավար Անդրանիկին, ուզում եք լավ գրող դառնալ, հայ դասական գրականություն ձեր առջև, ուզում եք լավ գիտնական դառնալ, մի հատ նայեք Վիկտոր Համբարձումյանի դիմանկարին, այս է գաղտնիքը ուժի, որ 1996 թվականին ընտրվել եմ Հայաստանի գրողնության ղեկավար ու միշտ գրական բարձր պաշտոններ եմ վարել, ես Արմենիս մեջ, ասում եմ Արմենից, որովհետև հենց այդ իր տեքստը կարդացի, անմիջապես սիրահարվեցի, որովհետև Արմենը էգոիստ չի, իրենով չի սկսվում աշխարհը, իրենով չի սկսվում աշխարհը, ինքը մտել է մի մեծ ճանապարհ, մտնում է մի մեծ ճանապարհ, որտեղ կողքին քայլում են ահարկու մեծություններ։ Եվ ինքը ինչ արեց, ինքը ասաց, ես պիտի աշակերտեմ ձեզ, աշակերտեմ Վահան Տերյանին, աշակերտեմ Թումանյանին, այս սա է գաղտնիքը գրականության, եւ ես անմիջապես իմ երիտասարդ բարեկամի մեջ զգացի այդ հատկությունը ու իրեն հավատացի մի անգամ, վստահ եմ, որ ինքը հաջողություն կունենա։ Կարդացիք իմ ստեղծագործությունները, գնահատեցիք և տպագրեցիք հայրենիքի ձայնում։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել հատուկ իմ ընկերներին, որ բանաստեղծությունները շատ գեղեցիկ ներկայացրեցին։ Շնորհակալ եմ ընկեր Նասարդյան ձեզ, տնօրինությանը հատուկ շնորհակալություն, որ այսօր օգնեցիք լուսաբանել իմ ստեղծագործությունների մասին։ Այսպիսի այս հանդիպումը ոնց որ նաև արդեն հանդիսացավ մի նոր նախաձեռնության և հուսով եմ, որ տնօրինության աջակցությամբ, նաև մեր աշակերտական խորհրդի ջանքերով մտադրություն կլինի արդեն ստեղծել մեր դպրոցի համար Վարդանակ անունով
թեր, որը դպրոցի շնորհալի երեխաներին, նաև դպրոցի առօրյա եւ այդ հարցում դեպի սեկտորը Շնորհակալ ենք մեր հյուրին, մեր հրավերը ընդունելու, մասնակցելու, հետաքրքիր զրույցի եւ մեր պատանիներին աջակցելու եւ նրանց ստեղծագործությունները լսելի դարձնելու ընթերցողին։ Ես Արմենի համար արդյոք վստահ եմ, որ Արմենը հաջողություն ունենալու է։ Շնորհակալ եմ շատ։